Ռուսաստանում ապրող ձեր մտերիմների հետ կապվելը դժվար էր այսքանի օր է։ Հնարավոր է այդ դժվարությունները շարունակվեն։ Մոսկվայում ու Մերձ Մոսկվայում մոբայլ ինտերնետ չկա կամ խափանումներով է աշխատում։ Մոսկվայում մարտի 6-ից 13-ը բջջային ինտերնետի լայնածավալ անջատումներ են եղել։ Հիմա Ռուսաստանի մայրաքաղաքում մոբայլ կապը հասանելի է միայն սպիտակ ցուցակով, այսինքն մարդիկ կարող են մտնել այն հավելվածներն ու կայքերը, որոնք Կրեմլը վերահսկում է։ Իսկ կապի խափանումները սկսվել են երկրի նախագահ Պուտինի այս հանդիպումից հետո։ Тех систем связи, которые не являются нашими и не подконтрольны нам, представляет опасность для личного состава. Конечно, представляет опасность, да. Պաշտոնական Մոսկվան անվտանգության ապահովման անվան տակ պարզ ասում է, սա կտևի այնքան, ինչքան իրենց պետք է։ Если спрашивать, насколько долго продлятся эти действия, настолько долго, насколько необходимо дополнительные меры по обеспечению безопасности наших граждан. Մոսկվան ինտերնետի այս անջատումները պատճառաբանում է պատերազմով, նշում թե ուկրաինական ԱԹՍ-ներն են պատճառը։ Քննադատներն ասում են, պատերազմից հետո կապի խափանումները նորություն չեն, իսկ դրանց պատճառը ոչ թե անվտանգությունն է, այլ Կրեմլի վերահսկողությունը։ Ռուսաստանում Instagram-ը, Facebook-ը, WhatsApp-ն արգելված են ու անհասանելի, ապրիլի 1-ից Telegram-ն էլ չի լինի։ Փոխարենը Կրեմլից առաջարկում են օգտվել սեփական արտադրության Max Messenger-ից։ Բայց այնպես չէ, որ այն անվտանգ է։ Մաքսում մամոնտ կա, նոր վիրուս, որի պատճառով մարդիկ փող են կորցնում։ Սխեման այսպիսին է, զեղծարարները կոտրում են օգտահաշիվն ու հղում ուղարկում։ Ասենք հարցնելով՝ դու ես այս վիդեոյում, մարդիկ չիմանալով քլիք են անում հղման վրա։ Այդ ընթացքում հեռախոսի մեջ բեռնվում է ծրագիր, որն էլ հասանելիություն է տալիս նամակներին, բանկային կոդերին, անձնական այլ տվյալների։ Մինչ Ռուսաստանն ինտերնետն է խափանում, երկրում բազմաթիվ կազմակերպություններ միլիոններ են կորցնում։ Իսկ օրինակ Wildberries-ում աճում է փեյջերների 20-30 տարի առաջ պոպուլյար հեռավար կապի այլ միջոցների պահանջարկը։